Բարի եկածեք բարի վերադարձ արձագանք ցայնասպյուրի 37-րդ հաղորդումին։ Ես ձեր հաղորդավարն եմ Ընկեր Վայկա Ջեմյան։ Եվ ես ընկերուհի Մեղրի Ղազարյանն եմ։ Այսօր կգտնվենք մեր հետ Լոս Անջելեսեն գաբված ընկեր Գարեն Ջիմբաշյանը, որ աշխատի իբրև community coordinator Արևմտյան նահանգներու հայտադի հանձնախումբին մեջ։ Բարև ընկեր Գարեն։ Բարև ընկերներ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, շատ ուրախ եմ այսօր ձեր ցանասպիրին վրա լալու, ձեր հաղորդումի մաս կազմելու։ Բավական ժամանակ եղավ, որ արդեն գլսեմ ձեր ասենք էպիզոդները, բավական հետաքրքրական նյութեր են, որ գարձարծվին, եւ շատ ուրախ եմ, որ այսօր հոսեմ ես ագրնամ իմ մաստիգմը, ասենք դալ արձականքին, որբեսի ունենանք այդ համաշխարհային գաբերը, որ պետք է շատ ավելի լավ սերտացնենք իրար հետ։ Շատ լավ։ Մենք հիմա գտնենք Մորեալի մեջ, բայց ցերկով Լոս Անջելեսը գենտատնեմ, որ ցերկով բավական դակ կնե որ, չէ։ Ցինգուկա որ։ Այո, բավական։ Բավական եկավ, բայց չէ, այլևս ամեն մաքրեցինք, հանեցինք, չմնաց։ Okay. Շատ լավ։ Ուրեմն այսօրվա մեր նյութը պիտի լա Արցախի եւ արցախցիներու վերադարձի իրավունքը թեպի մայրենիքը։ Ուրեմն մենք գիտենք, որ դուք մասնակցած եք OSCE Human Dimension Conference-ին 2025-ին, որտեղ դեղի ունեցավ հոկտեմբերի ընթացքին։ Դուք ինչպես հիմա մասնակցեցաք, ինչ էր ձեր միշնը իբրև հայտադի անդամ եւ ինչպես գտնվեցաք հոն Warsaw, Poland, Los Angeles-ին։ Ուրեմն մեկ հատ եթե որ նախ բզդիկ ծանոթացումը դամ, հագիրճ բացատրությունը դամ, թե յահգի այս վեհաժողովը ինչի գծարայ է եւ ինչ ներկայացնելով հոնդեղը հանդես ունեցա, ներկայացում ունեցա եւ այլն։ Ուրեմն յահգի մարդկային իրավանց վեհաժողովը, եթե որ կուզենք հայերենով ասել, OSCE Human Dimension Conference-ը, ուրեմն այս մեկը դարեգան վեհաժողով մնե, որ սովորաբար գլա Լեհաստանի մայրաքաղաք Warsaw-ի մեջ, Վարշավայի մեջ, ուրեմն այս վեհաժողովի նպատակը այդ է, որ այդ տարածաշրջանին, յահգի տարածաշրջանին մեջ բոլոր ասենք մարդկային իրավունքներու խնդիրները արձարծվին, այդ ինչ որ նորություններ կան դրվին, այդ ինչ որ պետք է դեղեցություններու կամ դվյալներու թարմացում ըլլա հոն ըլլան եւ յուրաքանչյուր երկիր ունի ինքն իր գունենանք իր ներկայացուցիչները կառավարական ներկայացուցիչները հիմա անգեզად այս վեհաժողովին մասնակցին ավելի ասենք անհատական գազագերբություններ ոչ կառավարական գազագերբություններ NGO-ներ որոնք գաշխատին մարդկային իրավունքներու հետաբնտման աշխատանքներով որոնք այդ բանը հետաբնտեն Ուրեմն ես երբ ներկայացա վեհաժողովին այդ կձով էր որ ներկայացա իբրև Armenian National Committee of America ներկայացանք եւ դվինք ասենք մեր դեսագետը դիտանգյունը եւ ասենք այդ բոլոր դվյալները որոնք գարավարական ներկայացուցիչները շատալ կամ դեղյակ չեն լար կամ ալ պետք եղած ինչապ չեն արդահայտը վիրադոնացման ուրեմն այդ թերը կարողացան խաղալ հոն։ Եվ ըստ էզի ժողովը ավելի խորհրդակցական է, այսինքն ավելի խոսելու մասին է կամ օրենսդիր է, այսինքն որոշումներ գարնեք կամ միան խոսիլ է։ Մեծամասնության բարակային խորհրդակցական է եւ գարժե նշել, թե շատ կարեւոր է ներկայացումը թե խորհրդակցելու համար անշուշտ եւ հարաբերությունները ստեղծելու համաշխարհային համայնքին հետ անոնք որոնք առաջնագար կգտնվին այս մարդկային իրավունքներու պայքարին որ կմղենք մենք ուրեմն երկուստեք արդյունք կնաս ստանալած բարակային։ Շատ լավ։ So, if for ժողովին ադեն պերիկ նյութը, որ Արցախի մեջ Ադրբեջանը, ասենք, նոր ցեղասպանություն մը կգադարեր գոր, ինչպես, ասենք, մարդիկ արինա դիգա, ինչպես ադոր reactor-ին, ինչ սինցեզի եդադոր համար եւ ինչպես իրենց հասկացուցիկ, որ շատ ավելի մեծ բան մնե, որ կբադայի որ Արցախի մեջ։ Ուրեմն շատ հետաքրքրական հարցում է, քանի որ գնալալ իմ կյանքից առաջին անգամ ըլլալով նույն սենյակի մեջ գտնված էի ազերիներու հետ։ Ուրեմն շատ դարօրինակ զգացումներ արդեն այդ մեկը, ասենք դարբեր տեսակ
լրջություն գվարդատրի այդպիսի բանկոնը իմ մեջս այդպես դրսևորվեց ավսենք մտնոլորդը գներեք մտնոլորդը այսինքն շատ tense էր կամ ավելի հանդարտ էր պաշտոնական Բավական tense եղավ մտնոլորդը, երբ իրենք իմացան, թե որտեղ են եկած էինք։ Ուրեմն բարձրապես բզդիկ context դալու համար միակ հայը անշուշտ վստահաբար ես չէի այդ սրահի մեջ գային Հայաստանեն ասենք NGO-ներ, որոնք ներկա էին այնտեղը, գար մեր քաղբանդարգյաններու փաստաբանուհի Սիրանուշ Սահակյանը, որ հոներ եւ Եվրոպայեն մի քանի այլ ընկերներ հայտարարի ներկայացուցիչներ գրասենյակի վարողներ եւ այլն հետս ներկային հոն ուրեմն արդեն իսկ այդ մտնոլորդը գար հայերուն մեջը բայց երբ իրենք անդրադարձան թե ասենք հայտարարի գրասենյակը հոն է ավելի ասենք ջնշումը սկսան բանեցնել հայտարարի գրասենյակին վրա անշուշտ վստահաբար, քանի որ բարձրացանեցինք մենք մեր խնդիրները, բարձրացանեցինք Արցախահայության իրավունքները, վերադարձի իրավունքը Արցախահայության, քաղբանդարգյաններու ազատարձակումը եւ այլն այդ բոլորի մասին երբ խոսեցանք, շատ ավելի մեծ ձևով ջնշում բանեցնելու սկսան այդ ազերի գազագերբությունները Ուրեմն ինձի համար առաջին անգամն էր որ ազերի ներկայության գտնվեի եւ բավական հետաքրքրական էր որ այս չեսկսեն բարձ ձուրնայվածքները ասենք թեթև խոսք զարնելները եւ այլն այս բաժինները միշտ գար ասենք տալիջի մեջը եւ բավականին ալ հետաքրքրական էր ադոր ասենք գիզագետը գտնվելը բայց մենք մեր աշխատանքը կենտրոնացրեն բավականով գրծանք արժև դանիլ եւ շատ հետաքրքրական բզդիկ բաժիմի եթե որ բադմեմ ուրեմն երբ ընդհանրապես ելույթ պիտի ունենաս ծրովին ընթացքին եւ դեսանգետը դաս գազագերբության գխնդրվի քեզ մի անունդ մագանունդ ճշտել եւ ճշտել թե որ գազագերբության հետ ասենք առնչված ես եւ որ կներկայացնես ուրեմն այդ մեկը դրված լալով ես գտնամ վստահաբար ասել որ հայտարարի ամերիկայի հանձնախումբի ANCA անունը շատ ավելի կործածվեցավ ազերիներուն կողմէ փոխանակայերուն կողմէ ուրեմն շատ հետաքրքրական էր որ մեր publicity-ն իրեն գրին մեր Ցեզի համար խոսեցան անունը շատ ավելի իրենք դարձուցին ժողովին ընթացքին շատ ավելի խոսեցան մեր մասին քան մենք ուրեմն ատկանով դժտեմ որքան հետաքրքրական էր այդ մի քանի շաբաթ Եվ դուք ուղագի հաղորդակցություններ ունեցաք ազերի դելեգետներուն հետ կամ ավելի ամբիոնի վրա, այսինքն խոսքեր էին որսիկ, դիրեկտ խոսեցաք էդերնին Հիմա դժբախտաբար ավելի ասենք երկխոսության ֆորմատով չէ որ գլա երկխոսության համագարկ չէ որ տրված է ավելի յուրաքանչյուր գազագերբություն մեկ արիտ կունենա 3 վայրկյանվա ընթացքին ասելու իր ասելիքը եւ անցնելու հաջորդին պատասխանելու իրավունք միայն կառավարական ներկայացուցիչներն են որ իրավունք կունենան թե ոչ ընդհանրապես այսինքն բարձ որևէ մեկ գազագերբություն ոչ կառավարական գազագերբություն պատասխան դալու արարքին իրավունք չունի ուրեմն այդ քծով ընդհանրապես ամբիոնի վրա արիտ չեղավ հագաթարցելու բացի մեկ անգամ կոնե ինձ համար ունեցա այդ փախտը որ ճիշտ ինձ մե առաջ մեկ հատ ազերի պրոպագանդիստը շատ ասենք կառավարական լուրջ լոզունգներով մտած այդպես որ գենթատրենք նույնիսկ որ ներկայացուցիչը կամ այդ Տեսփանը ազերի որ ներկա էր այդ օրը ինքը քրած էր այդքան ասեն խոսքը ամենագարավարության կողմէ դրված էր ազերի գարավարության կողմէ դրված էր այդ մեկը զուգաթիվեցավ փախտս որ իր գարկը իմինես ճիշտ առաջ էր ուրեմն ինքը ասավ իր սելիկը եւ ես բարգյանին հաջողեցա ուղղագիորեն իրեն պատասխանելու հագաթարցելու եւ ասենք մեկ երկու խոսք զարնելու բայց եւ այնպես ընդհանրապես այդ ֆորմատը չկա որ գտնած պատասխանել դժբախտաբար թե ոչ կենտրոնացրեմ մինչև օրս Լեհաստան կգտնվեի ես քանի որ մեկ երկու պետք էր որ պատասխանեի բոլորին բայց անգեզ զատ ոչ պաշտոնական ծևերը անշուշտ
միշտ գային այս գարելիությունները ասենք խոսելու գարելիությունները դեսագետ փոխանակվելու եւ այլն ամենայն դեպս այդ մեկը չեղան այդ անհատներուն հետը որոնք գարավարական ռոպագանդան արչև կդանեին գարավարական լոզունգներ արչև կդանեին բայց եւ այնպես գային ազերի ասենք խումբեր որոնք գարավարության թեմային իրենք էին որ գուկային ասելու թե Ադրբեջանի մեջ գա շատ ավելի կախպան դարգյալ քան որևէ մեկ սովորական երկրի մեջ Ադրբեջանը գոկտակորձե սագավաբեդությունը dictatorship-ը եւ այդ ինչ որ գներարենք մենք մեր ասենք argument-ներում մեջ մենք մեր խոսքերում մեջ իրենք ասին իրենց մեյլավ ուրեմն անոնց է քիչ ավելի ասենք ավելի թյուրիներ հետերին ավելի խոսակցելը նույնիսկ որ ասենք դերաբահությունը գա ամենայնիվ քանի որ վստահաբար մենք իրեն չենք ճանաչենք մեզի չեն ճանաչել եւ այլն adamena բայց գային այդ խումբերն ալ ներգային այդ վեհաժողովին ուրեմն հետաքրքրական էր տեսնել այդ ամեն դինամիկը թե ինչպես ամեն ինչը մեկը մյուսին հետ շահագապված աշխատի Չէ շատ է դա քրան է որ I think անաս վեհաժողովը դված է ամբողջ աշխարհին այդ թեմը որ նույնիսկ կնան իրենց բեդության թեմալ խոսի դի չի սպասել գորա անցնաբես եւ հետաքրքրան կգտնեմ ինչպես արդյոք հայկական բեդությունը նույնը երավ Արցախի եթե երին եւ գտնալալ եթե ծեր հետը համակցեցան միասին աշխատեցակ որ այդ նույնը կամ ավելի զատ էին ինտերակշնները Արցախի մասին Ուրեմն գարժե ասել որ Հայաստանի բادرվիրագության բարակային դժբախտաբար մեկ անգամ Արցախի անունը չդրվեցավ ոչ իսկ Ղարաբաղ լոզունքով ոչ իսկ անվանագործությամբ մեկ անգամ իսկ իրենց փերփախտություն է այս մեկը եւ շատ բարձ է որ մեր կորձը գտժվարանա այս բարակային քանի որ երբ կառավարությունը շուտեր հետաբնթել շատ ավելի դες գմեղմանած այն ասենք եթե որ այդպես տնենք ուրեմն Հայաստանի բادرվիրագության հետ ունեցանք շփումներ ունեցանք մեկ երկու խոսակցություն հոսհոն բայց կորձնական դժբախտաբար ոչինչ բայց եւ այնպես Արցախի կամ Արցախահայության իրավունքներու միակ բարձրացնողները եղան ոչ կառավարական ներկայացուցիչները որ հոնեին ասենք դարբեր գազམ་ագերբությունները Ժողովին ադեն գային ուրիշ երկիրներ կամ կառավարություններ որ ասենք ծեր գրնագ ունեին կամ ծեր նույն խաղապարները ունեին որ պետք է ասենք Ադրբեջանին թեմ ելնենք կամ գային ասենք մարդիկ որ ծեր նույն խաղապարները ունեին Խաղապարական նեցուկներ գային ընդհանրապես ավելի ասենք Amnesty International-ի վես գազམ་ագերբությունները գային բավական մարդիկ որոնք ունեին միևնույն մոդեցումը թե գտեսնեն ինչ է սխալը քանի որ եկեք համաձայնենք մեկ բանի այդպես չէ որ այսօր աշխարհը վստահ չէ թե Արցախի մեջ եղածը ճիշտ է թե սխալ է այդ մեկը չէ այսօրվա մեր իրականությունը այսօր այդ է որ աշխարհը գիտե սխալ է բայց խնդիրը որ ունենք որքան բادرաստակամությունը գա այդ սխալը ճշտելու այդ է որ հոն է որ ասենք մեր կուն հանքույցը գա որովհետեւ իրենց շահերուն չի ծարայեր այսինքն ադոր համար է աշխարհի շահերուն մանավանդ արևմուտքի շահերուն այսինքն գտեսնեն որ սխալ է բայց չեն շարժիր գոր եւ ադե դժբախտությունը աս երևույթին մեջ այո եւ ճիշտ ուրեմն մեր հանձնախումբին եւ մեր համաշխարհային հանձնախումբերու բարդականությունն այդ է ստեղծել այդ միջավայրը ստեղծել այդ ասենք ենթահողը որբեսի ունենանք այսօր իրավունքը որ մի քանի տարի վերջ ասելու որ Հայաստանի նեցուկ կանգնիլը Արցախի նեցուկ կանգնիլը իրենց համար շահավորը լա այդ ենթահողը պատրաստելն է մեր աշխատանքը մեր շահերը մեր ազգային շահերը եւ բեդության շահերը այն բեդության մեջ որ գտնվին ասպարակային միացյալ նահանգները բայց հայտարարի բոլոր գրասենյակներ ունեն իրենց յուրահատուկ բեդությունները այդ բեդությունները կարողանան ասել թե մոդ մնալը հայության
pro-Armenia կամ pro-Հայաստան աշխատանք դանիլը իրենց երկրի շահերուն հետ զուգահեռապար կարելի է անել այդ աշխատանքը մեր եւ ադոր համար մենք կներկայանանք այսպիսի համաշխարհային վեհաժողովներով որովհետեւ այդ աշխատանքը սկսենք այդ խաղապարները սկսենք տարածել եւ այլն ուրեմն այո գային այդպիսի ասենք կալով վերաթանալով հարցումին գային այնպիսի գազམ་ագերբություններ գային այնպիսի բերություններ նույնիսկ շատ անդեն բայց եւ այնպես դժբախտաբար մեծամասնություն չէին աշխատանքը ադե որ մեծամասնություն դառնա ուրեմն մեր գործընթացի կարևոր բաժինները մեկը այն էր որ իհարկե այդ վեհաժողովը իրավունք կունենա ասենք sanction չէ եթե բայց ավելի վերահսկող մարմին մղրգել ուսումնասիրող մարմին մղրգել Ադրբեջան որովհետեւ շատ ավելի լավ ասենք document լան շատ ավելի լավ արձանագրվին անդեղի մարդկային իրավունքներու խախտումները մարդկային իրավունքներու ասենք ասպարակային բոլորովին անդեսումը եւ հագարակ աշխատանքները որ գլան Եվ ընդհանրապես հիմա վերադարձի իրավունքը որ գսենք the right of return ինչպես կմտնի համաշխարհային իրավապահության մեջ այսինքն համաշխարհային կետնի վրա որքան ջանցված է the validity ճշտությունը այդ իրավունքին եւ ինչպես գնան այսպիսի հեվեհաժողովներ կամ ուրիշ գազམ་ագերբություններ մագինբես կամ չեմ գիտեր ովևէ ուրիշ համաշխարհային գազམ་ագերբություններ նաեւ ծառայել այս նույն նպատակին որ է ջանաչել ցեղասպանությունը Արցախի եւ prisoner-ները բանդարգյալները վերադարձնել եւ արիդ Արցախի ժողովրդին վերադառնալու իրենց մայրենի հողին։ Գիտեք համաշխարհային օրենքի բարակային համաշխարհային օրենսդրության բարակային այս բոլորը բավական հաստատ ձևով ճշտված են այս բոլորը հաստատ ձևով ասենք նշված են մարդկային օրենքներու կամ համաշխարհային օրենքներու քրքերու մեջ բայց խնդիրը այդ է որ համաշխարհային օրենքներու բանը, ասենք իրակորձումը կամ կորձատրումը շատ ավելի ճիշտ ձևով ասելու համար, կորձատրումն է միշտ խնդիրը։ Մարդ չարարգեր թե ամեն մարդ իրավունքը պիտի ունենա իր բաբենական հողերը վերադառնալու, մարդ չարարգեր որ քաղբանդարգյալները պետք է ազատարձակվին, եթե որ այլևս բادرազմ չկա եւ այլն, այդ բոլոր բաժինները կամ այսինչ կամ այդ ինչ ասենք ռազմական գործիքները պետք չէ օգտագործվին, որոնք արգելված են բادرազմային օրենքներով, այս բոլորը չարարգվիր Գարարգվի թե ինչպես պետք է գործադրվին այս բոլորը եւ ադե մեծ դժբախտությունը այսօր համաշխարհային օրենքներուն international law-ի կամ international relations-ի ամենամեծ խնդիրը այդ է որ իրակորձելու կորձատրելու եւ ասենք ոստիկանությունը անելու համագարկ գոյություն ունի մագը դժբախտաբար այդքան ասենք կորձունյա չէ այդ քծով եւ բայց խնդիրն է որ բազում պետություններ ունին ամեն մարդ ունի այս խնդիրները ամեն պետություն ունի այս խնդիրները գենթատրեմ ժամանակի ընթացքին պիտի որ ասոնք շատ ավելի լավ դրձվին շատ ավելի լավ ուսումնասիրվին եւ դերմը կարողանան ավելի կորձաթիր թեმა մեջտեղ բերել համաշխարհային օրենքներու եւ ոչ միայն ասել թե իրավունքը ասոր է եւ անոր է, բայց վերջավորության ոչ մեկ կորձատրումի բան չլա։ Ուրեմն մեծ մարտահրավերը մեր այս է, բայց անգեզად վեհաժողովին նյութով վեհաժողովին գային մեկ բաժիմնալ որ գուզեի անդրադառնալ ավելի ուկրաինական ռուս-ուկրաինական հարցերու ասենք բادرազմի բանով միջոցով քերիշ փող ներկայությունը այդ նյութին այդ բادرազմին այսինքն գարելի չէր հաշվել թե որքան ուկրաինական գազམ་ագերբություններ ներկա էին անշուշտ հարկ է նշել որ ռուս ներկայացուցիչը ներկա չէր ժողովին եւ այդ բարակային այդ ուկրաինական գազམ་ագերբությունները պետք է փորձեինք հաշվել բայց արդեն հաշվելու բանն շատ հերացած էր
յուրաքանչյուր անգամ որ գխոսեին նույն բաները դանելով նյութ Ուկրաինայո ուրեմն վստահաբար կարևոր նյութ է բայց միակ նյութը չէ ադոր համար մեր ներկայությունը հոն արդեն մեծ բան փոխեց մեկ բզիկ թրվագ մնալ ասկծով ուրեմն երբ մեր հայկական ներկայացուցիչները ասենք կամ դեսանք հայկական գազագերբությունները Սիրանուս Սահակյանը Եվրոպայի գրասենյակը հայտարարի եւ այլն մեգաս մյուսին հետ կխոսեինք օրագարքի ասենք ադնիստի օրագարքին ընթացքին զուգադիպեցա որ բոլորիս ցայն դված էին բոլորս ելանք խոսեցանք այմեգի յուրաքանչյուր ինքն իր ժամանակին դրված ժամանակին հատվածներում մեջ ուրեմն մեմը որ բոլորս խոսեցանք շատ հետաքրքրական էր որ ամբողջ օրագարքի ասենք հայացքը փոխվեցավ որ ռուս-ուկրաինական պատերազմի գետրոնացումը թեթևացավ մեղմացավ եւ հայկական հարցը սկսավ մեջտեղ ելնել շատ ավելի քան որևէ մեկ ուրիշ նյութ քանի որ բոլորս ունենք քանի որ բոլորս ներկա ենք եւ քանի որ բոլորս արտահայտվեցանք ուրեմն շատ հետաքրքրական էր մեգս մյուսին տեքստ կրենք ասելով որ սկացիկ որ Ուկրաինայի մասին չխոսվեցավ ասորագարքի մեջ։ Վերջ անդրադարձանք, որ քանի որ մենք բոլորս ներկա ենք եւ բոլորս խոսեցանք, օրագարքի ժամանակ չմնաց այդ նյութերը, ասենք, այդքան շատ արձարծելու, ինչպես որ նախորդ գլային, բայց սկսան ազերի գազագերբությունները խոսիլ, հարցակիլ եւ այլն, այդ բոլորը եղավ եւ ոչ թե այլ հարցի մասին խոսվեցավ, որ արդեն դարիներ գխոսին եւ ամեն անգամ ժամեր գդրվի։ Մեր հայկական հարցը գրցանք արջև դանել, ասելիքս։ Ուրեմն շատ հետաքրքրական էր տեսնելը, որ բարձ ներկայությունը եւ բարձ խոսակցությունը որքան բան կրնա փոխել ընդհանրապես աշխարհայաց կփոխե։ Ձեր զուտ ներկայությունը արդեն իսկ այսինքն ոչ միան հոնը լալնի դա արդեն շատ բան փոխեց երևույթին եւ գրծակնուտը դարձնել եւ աբրող բահել խոսակցությունը որ մարտիկ ասենք որ այլևս move on գրծակ բահել նյութը դակ եւ ադի շատ այո դիշտ այդ So took հայտարարի արևմտյան internship-ի պրոգրամները գվարեք եւ շատ երիտասարդներ կան այս internship-ներուն ինչպես այս նոր դեղեցությունները որ գառնեք այս ժողովներեն իրենց կհանձնեք որբեսի օրը իրենք ալ երթան եւ Արցախի թադը պաշտպանեն եւ Ուրեմն ամենակարևոր աշխատանքներն մեկը որ այս գրասենյակը գնե լա Լոս Անջելեսի գրասենյակը լա Վաշինգտոն DC գրասենյակը հայտարարի Պերումով Ամերիկայի հայտարարի Պերումով ամենակարևորագույն աշխատանքը որ գնե երիտասարդության մարզումն է ուրեմն մենք այդ կորզին մեջ ենք որ պետք է կարողանանք ապահովել շարունակականությունը այս հայտարարի հետապնդման ուրեմն այդ աշխատանքի գծով ինչպես նշեցիք ունենք internship-ի ծրագիրները այդ ծրագիրները գլա ասենք ամառվան ընթացքին արևմտյան գրասենյակի մեջ եւ ամբողջ դարվան ընթացքին Washington DC-ի գրասենյակի մեջ է դարբեր տարիքային բաժանումներով եւ դարբեր մասնակիտական ասենք մագարտակներու բերումով բայց եւ այնպես մշտական ներկայություն է հայտարարի գրասենյակին գրասենյակներու մեջ մշտական մեր օրագարկերուն նույնիսկ թե ինչպես պետք է բարելավեն ինչպես պետք է ավելի գադարելակորձել ասենք այդ internship-ի ծրագիրները ուրեմն երբ ես քացի վերադարձա ասենք Լեհաստանեն եւ այսպեսի ասենք շարժումը գա մեջտեղը թե ասենք համեմատաբար երիտասարդ հայտարարի ներկայացուցիչը կարողացավ խոսիլ եւ քաղաքին մեջ ասենք գիտեն թե գարենը ով է եւ քնած եւ այդ ամենը հրավ ուրեմն ինքնաբերաբար այդ անդամները որոնք internship-ին մեջ էին այդ խումբի մեջ էին ինքնաբերաբար ավելի ոգևորված, ավելի քաչալերված, ավելի խանդավառ ասենք մտնոլորտը ստեղծեցին։ Ավելի այդ մտնոլորտը ստեղծվեցավ։ Ինքնաբերաբար այդպես է, քանի որ ինչպես բոլորս գիտենք, լա AYF-ի գծով, լա բոլոր երիտասարդական գազագերբություններու գծով երիտասարդությունը պետք է գսկա այսօր բամը անելու, բամը արժև դանելու։
Ուրեմն այսպիսի վեհաժողովները յետք գարժե ասել, որ կամ այսպիսի ընդհանրապես միջոցառումները այդ միան վեհաժողովը չէ, բայց որևէ մեկ միջոցառում որ գունենանք բզդիկ հաջողությամբ կամ ասենք ագանադեսներու կամ ագընթիրներու ասենք մեծ թիվ մի երբ որ ունենանք նոր օրենսդրական աշխատանք երբ կներկայացնենք այս բոլորը կստեղծե խանդավառություն համայնքի մեջ կստեղծե երդասարտական այդ երանտը մեջտեղ կհանե եւ ուրեմն հետաքրքրական էր որ քոնե վեհաժողովի նույնով այսինքն վերիվարով այդքան հայություն գոյություն չունի Լեհաստան այդ հայահոց կետրոններեն չէ բայց եւ այնպես հետաքրքրական էր տեսնելը որ Լեհաստանի մեջ եղած բանը որքան խանդավառություն կստեղծի համաշխարհային կետնի վրա այդ բաժինն էր հետաքրքրականը ինձ համար այդ բաժինն էր որ ասենք մեկ շունչ մի եւս հույս տվավ գազմին երբ այդ բոլորը ներկայացուցի վերադարձա գազմին ներկայացուցի բոլորը եւ ուրեմն շատ ասենք երախտաբար դեմ որ արիթը դրված էր ինձի որ կարողանամ այդ մեկը ասենք արչև դանել եւ հիմա որ ես ալիմ գարկիս խանդավառված եմ այդ բոլորեն եւ գտեսնեմ թե որքանով երդասարտությունը այսօր հետաքրքրված կրնա լալ այս նույնով որքան կարելի է քաղաքականացնել մեր երդասարտությունը այս կծով Շատ լավ եւ ճիշտ ծեովը հույս ունենալը շատ կարեւոր է եւ միշտ առաջադեսը լալ եւ լավ ադեսը լալ ինչ որ կդեսնենք ընդհանրապես երդասարտության մեջ ասում եմ խոսած ենք շատ հյուրերու հետ այն է որ անդարբերություն մը գա ընդհանուր ծեվով հորեդեսություն մը գա որ աղցույցեր բիտնենք դեմը բիչի դանի բայց ճիշտ ծեվը միայն ադիգա չէ այսպեսի քայլեր երբ որ առնենք երբ որ հայտադը առնե կամ ովևէ երդասարտ առնե շատ կարևոր է տադին հարաճացման համար եւ ճիշտ ադոր գուզեմ գորքալ հիմա հյուսիսային ամերիկայի մեջ կանադա կամ Միացյալ Նահանգները երդասարտը որ մեր դարիքն է 18-ին 26 տարեկան ինչ գրնանել ճիշտ ինչ քայլ գրնալել կամ ինչ մոդեցումով գրնա մոդենալ աս հարցին որբեսի ինքնալ ըսկա որ մասկը գազմե շարժումին որովհետև շատ երդասարտներ գսեն որ մեր ցերքեն դուրս է բայց ցերսազին բես ցերքերնուս մեջ պետք է առնենք ուրեմն ինչ գրնալել երդասարտը որ ըսկա որ ինքնալ contribute կնե որ շարժումին Ուրեմն շատ ակրկրական հարցում է եւ շատ ուրախ եմ որ այս մեկը հարցուցիր վայք քանի որ այսօր ինչպես ասիր ունենք այդ ճակատագրական դեղանենք որ նայեցեք արիթ ունենք մենք իրար հետ կապ բահելու ես Կալիֆոռնիայում դուք Տորոնտոյեն ասպարակային այդ համաշխարհային թրույթը Մոնրեալ ուրեմն այդ համաշխարհային թրույթ ունենք որ մենք այսօր գտնանք հերավորությունները անդեսել եւ իրար հետ կապ բահել Խաղապարներ փոխանակել նույնիսկ որ մենք իրար ցանկերնուց մեջ ասենք թեմտիմաց չենք տեսնված այդ բաժինը հսկայական առավելություն կներկայացնի մեզի եթե որ դեսնե այս անհատ այս երդասարտը եթե որ այդ երանտը գա մեջ եթե որ այդ գրագը գա որ գսե անպայման ես փամը պետք է անեմ այսօր մեր մեծակույն աշխատանքները կդարվին ասենք ընկերային հարթակներու վրա սոցիալ մեդիայի վրա այսպես ոդքասթներ գազմագերբելով է արձականքին բես այսպես սոցիալ մեդիա account-ներ ունենալ է օրինակ Զարթոնքի բես Տրիոմանի բես եւ այլն այսպիսի միջոցառումներ այսպիսի նախաձեռնություններ առնելով է եւ այդ բոլորը նայեցեք եթե որ այսին նայինք ով են պատասխանատուները այս մեր շարժումներուն մեծամասնությունը բանն 30-ն վար երդասարտներ են ուրեմն այս իրականությունը գա որ երդասարտությունն է որ արժև կդանի այդ մեկը անհասկանալի պետք չէ լա մեր ժողովրդին եւ մենք մեր բարդականությունն է երբ հասկանանք մենք փոխանցենք այդ մեկը ժողովրդին ուրեմն նվազագույնը այդ երդասարտության համար որ գուզեն նեցուկ կանգնել իր ժողովրդին գուզե ներդրում ունենալ ասկի բայկարին ներդրում ունենալ հայտարարի աշխատանքներուն նվազագույնը որ կնանել եթե ոչ կառավարական մագարտակի պիտի լա համոզել իր շրջաբադին որ երդասարտության աշխատանքը իզուր չէ որ երդասարտությունը կրնապամը փոխել որ երդասարտությունը ուժ ունի այսօր որ երդասարտությունը ունի կարելիություններ որոնք չեն ունեցած ասկի առաջվա ժողովուրդը մենք ունենք այսօր մեծ կարողականություն կմնա մեզ մեկ գազմագերբվել կմնա մեզ մեկ գարկաբահ մնալ եւ գարկաբահությամբ արչև մղել մեր բայկարը եւ կմնա չհուսահատել այս երեքով է որ
գարաչնորթվինք, այս երեքով է որ մեր բոլոր գազագերբությունները գարաչնորթվին։ Այդ երդասարտությունը որ հետաքրքրված է, հույսով եմ որ այսօր մտիկ կնե մեր խոսակցությունը եւ եթե գուզե ունենալ այսպիսի խոսակցություններ լա ասենք արձանագրված լա ոչ բարձրապես գապ բահեցեք, բարձրապես խոսեցեք, բարձրապես թիմեցեք, internship-ի գտիմեք, գարձիկ տալու գտիմեք, գարձիկ առնելու գտիմեք, ինչպես որ լա գապ բահե եւ վստահ եմ որ կարելի է որոշ ծեմ գտնել անձնական կյանքիդ համար, որ ասենք քու ցիրկերը օգտագործելով, քու հետաքրքրություններդ օգտագործելով կարելի է հայտարարը արժև դանել։ Հայտարարը միայն քաղաքական աշխատանք չէ։ Հայտարարը ամեն դեր է, ամեն ինչի մեջ կրնա հայտարարը լալ։ Հայտad is a lifestyle. Գներեք, հայտad is a lifestyle. Ասած է մեր կովի մորեալեն ընկեր վարանտը հայտադեն։ Այո, շատ ճիշտ է եւ շատ գուզեմ ասենք շնորհավորել Գերվարանտը որ այսպեսի խոսք ունի իր անունով մագակրված, քանի որ հսկայական աշխատանք է, հսկայական գործ է եւ շատ հետաքրքրական է որ ինքը եւս այդ նույն խաղապարի գեհդեվի ուրեմն մեկ բանն ալ որ պիտի ասեի ավելորդ երդասարտության բարակային շատ ադեն գմոդենան մարդիկ կսեն գիտեք ես քաղաքականության բոլորովին մոտ չեմ հասկնար չեմ սիրեր ամեն քաղաքագետները սուտ կխոսին եւ այլն այդ ինչ որ ընդհանրապես գսվի մեր կյանքին ընթացքին որոնք մեծամասնության բարակայինալ սխալ չեն բայց եւ այնպես իմ քոնե ես արիթ ունիմ ասպատասխանը դալու ասելու համար որ բարձրակույն մասնակցությունս իմ բնաբատմության մեջ է ես ֆիզիկսի աշակերտ եմ ֆիզիկս ուսանած եմ Բացարձակապես կապ չունեմ ես քաղաքականության հետ չեմ այսին հadoop սերը չունիմ քաղաքականության կամ հadoop ցիրկը չունիմ քաղաքականության ասենք օրենսդրական աշխատանք դանելու ինչ գիտեմ այլևս բյուջեի աշխատանքներ դանելու կառավարական մագարտակի վրա foreign policy խորհրդատու լալու այս բոլորը իմ մասնակցությունս չեն գաշխատի մարդոց հետ որոնց մասնակցությունն են այո բայց իմս չէ իմ մասնակցությունս ասպարակային համայնք կազմակերպել է իմ հետաքրքրությունս այդ մեկն է համայնքի գազագերբչական ասենք անձնավորությունը լալ է որ կենթադրեմ որ բավական ասենք նպաստ կբերե հայ ժողովրդին նույնպես բոլորս ով որ ունի արվեստագիտական մասնակցություն, ով որ ունի ասենք ճարտարագիտական մասնակցություն, ով որ ունի գիտական մասնակցություն, այս բոլորը իրենց թերը ունին հայտարարելու։ Նվազագույնը այմար մեկ հատ պոստնել գիտե։ Social media-ի մեջ շարժումը ստեղծել գիտե։ Ինչ գիտեմ հոդված գրել գիտե, բանաստեղծություն գրել գիտե, երաժշտություն հորինել գիտե։ Այսպիսի բաները գոքնեն, բոլորը գոքնեն։ Ամեն աշխատանք ունի ինքն իր դերը ուրեմն երբ մենք կխնդրենք երդասարտությանն լալ ներգա մենք կխնդրենք հոն ներգա լալ ուր որ իրենք են ուր որ իրենք իրենց ցիրկերը ուր որ իրենց հետաքրքրությունները ուր որ իրենց մասնակցությունը իրենց դարած է մինչև իրենց կյանքին մեջ եւ ադիգա նվիրել հայտադին այդ է մեր խնդրած երդասարտությանն Այո, շատ լավ է եւ այսինքն կեմի մեջ մեր շատ անդամները գուսանին բժշկություն, գիտություն, ընկերուի մեղրին journalism գուսանի, ուրեմն իսկապես եւ ունենք արվեստագետներ եւ արհեստավորներ ամեն տեսակի մարդ ունենք մենք մեր մասնաճյուղերներ, բայց ադե կարեւոր է եւ գկաչալերենք մեր բոլոր ունգընտիրներուն, որբեսի թիմեն հայտադի թե արևելյան եւ թե արևմտյան շրջաններու ովևէ երդասարտական ծրագիրներուն, internship-ներուն եւ գապ հաստատեն, ինչպես մենք էպիզոդի description-ին մեջ կբահենք մեր բոլոր լինքերը հայտադին եւ այդ ծեով գտնան գտնել գաբը հայտադի ինչպես որ ընկեր Գարենը առաջարկեց Աբակային համար հայտադը ասենք ինչ աշխատանքներ ունի կամ մտածեք որ Արցախի թադին պաշտպանման համար Ինչ է հաջորդ մեծ քայլը milestone ուրեմն նայեցեք Ամերիկայի բարակային մշտական ծևով կան այսպիսի օրենսդրական աշխատանքներ, որոնք գմղվին, ուրեմն հաջորդ ամենամեծ քայլը Armenia Pact-ն է, որ հիմա մենք գմղենք լա, ասենք, social media-ի վրա արդեն բավական դեղի գրավ է մեր էջերուն վրա եւ
ասենք գարավարական ներկայացիչներու հետ միշտ խոսակցության մեջ ենք, որբեսի գտնենք նեցուգներ այդ օրենսդրական առաջարկին։ Ուրեմն մեր աշխատանքները մշտական, ասենք, քանի բազմերես են, ասենք, բազմակողմանի աշխատանքներ է որ գնենք։ Ուրեմն կողմերեն մեկը Հայաստանի անվտանգությունը ապահովելն է, քանի որ այսօր իրականության մարջը կգտնվենք, որ այդ արդեն խաթարումի դակ է։ Վերադարձի իրավունքները կշարունակեն ըլլալ մեզի առաջնագարկ Արցախի եւ Արցախահայության համար եւ ասենք հայոց ցեղասպանության ճանաչումը, որ հիմա ունեցանք մի քանի տարիներ առաջ, հիմա աշխատենք անոր դասավանդման ուսուցման աշխատանքներով։ Ուրեմն մեծակույն աշխատանքները այս ասենք 3 գծերով են, կան ուրիշներ ալ, բայց կենտրոնացեմ եթե որ պիտի խոսենք հաջորդ milestone-ին մասին, պիտի լար այդ մեկը եւ ամենե ասենք մոդ անցյալի milestone-ը, որ ունեցանք 67 ներկայացիչներ, որոնք նամակ մկրեցին ասենք արտաքին գործոց նախարարության կամ պետնախարարության Մարկո Ռուբիոին ասելով թե Արցախահայությունը իրավունք ունի վերադառնալու եւ այս ավելի ուժ բանեցնելու այս կառավարության վրա, որ կարողանան այդ մեկը ապահովել։ Ուրեմն գենթադրեմ, որ ադիգա գենթադրեմ չէ, այդ մեկը արդեն ընդհանրապես ասենք աննախադեպ թիվներ, որ շատ ավելի մեծ էր նախորդ տարիներեն եւ նույնը գաբելով հույսին մենք հիմա նոր հույսով ենք, նոր գրագով ենք, որ հարաճիգայի մեր աշխատանքները պիտի ունենան շատ ավելի մեծ թիվով նեցուգներ եւ շատ ավելի մեծ թիվով ասենք օժանդակություն կառավարական ներկայացուցիչներու կողմէ։ Շատ լավ, ուրեմն ես կգարձեմ, որ շատ productive խոսակցություն մներ այս մեկը, իսկապես շատ լավ ձևով դրիկ ամեն ինչ եւ շատ շնորհակալ ենք, որ մեզի ընդունեցիք, ավելի ճիշտ մենք իրար հետ կապվեցանք եւ առաջարկեցինք այս արիթը, որ միասին, որ միասին աշխատենք եւ պատրաստենք այս մեր ցայնասպյուրի մեկ դրվագը։ Շատ ուրախ ենք ձեր հետ կապվելով եւ շատ շնորհակալ ենք։ Եթե գփափակիկ ANC-ի արևմտյան internship-ներում մասնակցել կամ նույնիսկ արևելյան internship-ներուն գրնան գտնել լինքերը Instagram-ի վրա կամ ուրիշ ուր եւ ծեր գայքեչին վրա։ Այ գայքեչի եւ Instagram-ի վրա։ Մենք կտնենք այդ բոլոր դեղեցությունները։ Ուրեմն շատ շնորհակալ ենք, որ մեր հետ այս արձակի ծրվագին մասնակցեցաք։ Ես ձեզ եմ շնորհակալ ընկերներ, լրջորեն շատ լավ աշխատանք կտանիք, շարունակեցեք, ինչպես ինք հույսը մի գործ ընծնենք, ձեր ռազը գփոխե շատ մեծ բան եւ շատ խանդավառ եմ տեսնելու ավելի հետաքրքրական հյուրեր երբ ունենաք միշտ լսել ձեր ձայնը, ձեր հետաքրքրական հարցումներով եւ նոր մոդեցումով մեր հայկական հարցերուն։ Շատ շնորհակալ եմ ձեզի։ Շատ լավ, բարի օր բոլորին եւ շնորհակալ ենք մեր բոլոր ունգընտիրներուն։ Ցտեսություն։